Այսօր աշխարհը ջազ է լսում։ Երաժշտություն, որ ծնվել է պայքարից եւ դարձել ազատության ձայն։ Երաժշտություն, որտեղ սխալ նոտաներ չկան, կա ինքնաարտահայտում։ Որտեղ է սահմանը ակադեմիական կրթության եւ ստեղծագործական ազատության միջև։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային ամբիոնի դոցենտ Մարինա Մացակյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Նախ հետաքրքիր է ինչ է ձեզ համար ջազը որպես երաժիշտ եւ դասախոս։ Դուք շատ լավ նշեցիք ակադեմիական եւ սիրողական տարբերություն։ Ինձ համար ջազը ակադեմիական արվեստ է որպես դասախոս, եթե վերցնենք։ Իսկ եթե սիրողական, այսինքն ջազը մինչև չսիրես, չես կարող ոչ նվագել, ոչ լսել, ոչ ընկալել, որպես սիրող, ես էլ եմ ջազը շատ սիրել, բայց չեմ հասկացել, որ դա ջազ է։ Ես հիշում եմ փոքր ժամանակ ես երգում էի lullaby-ը, Oh my baby, առանց հասկանալու, որ դա ջազային ստանդարտ է։ Եվ իմ պապային միշտ ասում էր, «Ոյ, ջազը չեմ սիրում, մի միացրու էլի»։ Ինքը ասում էր, բայց այն ինչ որ դու երգում ես, սիրեցիր եւ ընդօրինակեցիր, հենց դա ջազային ստանդարտ է։ Հետագայում մեծանալով սիրո ես ստացել եմ դասական կրթություն, բայց սիրո հողի վրա ես հետաքրքրվեցի ջազով եւ հասկացա, որ նա ակադեմիական արվեստ է եւ կրթություն եւ բավական լուրջ ուսումնասիրություն է հարկավոր, որպեսզի այդ ժամանակ ավելի շատ սկսեցի սիրել ջազը։ Ինչու՞։ Իսկ որպես դասախոս ես շատ կարևորում եմ ջազային պրոֆեսիոնալ կրթությունը, ակադեմիկ։ Դա լինի սոլֆեջո, հարմոնիա իր կանոններով, իմպրովիզացիան ունի իր կանոնները, հենց ինչպես դասական երաժշտությունը։ Ամեն ինչը հստակ է, կանոնակարգված, բայց այդ կանոնակարգումից ծնվել է ազատությունը։ Ինչու հենց ջազը դարձավ համաշխարհային արժեք եւ ազատության խորհրդանիշ, ազատության ձայն։ Դա բազմամշակութային երևույթ էր, ասենք կոնտինենտների միացումից, եւ բոլորս գիտենք, որ աֆրիկյան ստրուկները Ամերիկայում, երբ որ տեղափոխվեցին, իրենք ոչ մի գործիք չունեին եւ իրենք ստրուկներ էին, իրար շղթայված եւ այլն, միակ արտահայտչական միջոցը իրենց դա իրենց երգներ, ձայներ եւ կազմակերպված աշխատանքի ընթացքում, հա, այդ swing-ային ռիթմի ինչից առաջացավ, այդ շղթաները, որ կապված էին ոտքերին, ասենք իրենք պետք է համաչափ շարժվեին, ոտքերը պետք է դնեին, մյուս ոտքը քաշեին, հա, ու այդպես պա, եւ առաջինը ում պետք է դիմեին Աստծուն, ես spirituals-ները, blues-ները համարում եմ ջազի հիմքը, ոչ թե ես, իրենք են ջազի հիմքը, բայց հետագայում եվրոպական, դե գիտեք հայտնի, եվրոպական մշակույթի ներկայացուցիչներ, ավելի կիրթ երաժիշտները փորձեցին գրառել, հարմոնիզացնել եւ այլ, եւ բերել ընդհանուր ստանդարտների։ Ջազային ժանրը, այսպես ասած, ստանդարտներն են եւ դրանք երգեր են։ Եվ միակ գործիքները, որ ունեին սևականները, դա իրենց ձայնն էր։ Եվ հույսը Աստծո, ես ջազը համարում եմ սիրո եւ ազատության արվեստ։ Եւ քանի որ շատ անկեղծ էր, թե ռիթմական առումով, եւ շատ ազդեցիկ, եւ տեսեք ջազի առանձնահատկությունը հենց այդ պոլիրիթմիան է, դուք Բախ եք չէ սիրում, դուք ինձ ասեցիք, դա պոլիֆոնիան է, այսինքն բազմաձայնությունը։ Ինչու են ջազմենները եւս Բախ շատ սիրում եւ որովհետեւ պոլիֆոնիան
իր հետ առաջ է բերում պոլիրիթմիա եւ ջազային արվեստի այդ swinging կոչված առանձնահատկությունը հենց պոլիրիթմիայի վրա է հիմնված։ Այս ground beat-ը գնում է 1 2 3 4 եւ շեշտադրումն է գնում նայեք հələ միայն ground beat եմ երգում 1 4 3 2 1 այսինքն ուժեղ եւ համեմատական ուժեղ մասերի եւ միայն դրա վրա նոր դրվում է մեղեդիական եւ սևականներին որ նայում ես ես Ամերիկայում երբ մեկնեցի Ամերիկա նույն ծրագրով visiting professors ջազմենների հետ հենց սևականների հետ Georgia նահանգ պատկերացնում եք ինչքան ակունքներին մոտ է իրենք ինձ հրավիրեցին իրենց gospel song-երին եկեղեցական հետ մի տղա էր ուրեմն առասարակ չէ շարժվում բոլորը պարում են եւ այլն եւ բոլորը կերտ են շատ լավ տենց ջազային ես նայում եմ այդ տղային ու ես զգում եմ որ այդ մեներքիչը ինձ գրավել է ահա որ ես չեմ հասկանում ինչով հետո հասկացա որ ռիթմով բայց առանձնահատուկ շարժումներ նա չէր անում հետո ուշադրություն դարձրեցի ուրեմն մի ուսը մի ռիթմով է գնում մի ուրի գլուխը մեկ ուրիշ ռիթմով է գնում ուրեմն ոտքերը ground beat է տալիս այն մյուս ոտքը տալիս է off beat եւ ինքը երգում է կարող է մի ձայն հանի բայց միայն այդ ռիթմի ֆոնի վրա այդ մի ձայնը ընկալվում էր որպես ինչու դարձավ այսքան համաշխարհային ռիթմն է ակորդ լատ փոխկապակցվածության եւ այլն այդպես է զարգացել ջազը իմպրովիզացիան այս դեպքում նախապես պլանավորված ծրագրված լավագույն մեխանիզմն է թե դա ծնվում է հենց երաժշտության երգելու կամ նվագելու պահին նայեք դասական երաժշտության օրինակով բերեմ ես ինքս դաշնակահարուհի եմ եղել դպրոցում եւ մենք այնքան էինք պարապում այնքան էինք որ ֆիզիկապես ամեն ձևով նոտայով ամեն ինչով դա մեր մեջ մտնում էր երբ որ մենք կատարում էինք մենք մոռանում էինք այդ պարապելը ամեն ինչի եւ այլն արդեն մենք կատարում էինք չէ կատարում էինք ստեղծագործություն նույն ձևով կարգավորված իմպրովիզացիան է բայց դա պրոֆեսիոնալ առումով եմ ես ասում որովհետև ինչպես սկզբում նախաբանում նշեցինք ջազի մեջ սխալ նոտաներ չկան շատ լավ ասեցիք դա ես շատ սիրեցի իսկապես չկան բայց ջազում կա շատ կարևոր մի հանգամանք շատ լավ ականջ պետք ամենակիրթ մարդիկ են ամենալավ ջազ նվագողները ամենատաղանդավոր երաժիշտներն են։ Նու կիրթ ասելով, տեսեք նոտաները դուք նշեցիք, որ առանց նոտա իմանալու, այո, սևականները առանց նոտա իմանալու, իրենք ներգրավում էին ջազային արվեստի մեջ, որովհետև մինչ այդ ինքը ջազ չէր կոչվում։ Մինչ այդ ջազ բառը ինքն էլ սիրո հետ կապ ունի։ Հենց այդպիսի մի արտահայտություն է ջազն, որ թաքուն սերն հետ այդ սիրուց ելնելով, քանի որ իրենք շատ էին սիրում ջազը, լավից լավը կարելա եւ դա բերեց կրթության, ինչպես ժողովրդական երաժշտությունն է մեր։ Հայկական ջազի մասին խոսենք, որովհետև հայկական ջազը առանձնահատուկ դեր է ունեցել հատկապես խորհրդային տարիներին եւ հենց այդ տարիներին Երևանը հաճախ անվանել են նաեւ ջազի քաղաք։ Այսօր հայկական ջազի վիճակը ինչպես կգնահատեք։ Թութուն ջանը չիկոն ասում էր չի կարելի ասել հայկական ջազ, պետք է ասել հայաստանյան ջազ, որտեվ ինչպես ասեմ հայկական ջազը, հոմ չենք ասի հայկական բախ, հոմ չենք ասի ջազը հայկական փոփ երաժշտություն ասում ենք, հայաստանյան փոփ երաժշտություն, չգիտեմ որքանով է ընկալելի կամ ընդունելի։ Չէ, ես ես չեմ հայկական ռոք կամ հայաստանյան ռոք։
Չիկոյի հետ շատ կարևոր։ Չիկոն իրավունք ուներ ասելու, Այո։ որովհետև մեծագույն ջազմեններից է հայ Նա մեր շատ իրականության մեծ է, մեջ։ այո, մանավանդ կրթության մեջ։ Այ ինչ որ բան փոխվել է, ինչ է փոխվել հայկական ջազում, հայաստանյան ջազում, լավ, ինչպես Չիկոն է սիրում, ինչպես նա Շատ բան փոխվեց։ Սկզբից սիրողական մակարդակի էր։ Մեզ թվում էր, թե մենք ջազ ենք նվագում, բայց երբ որ պրոֆեսիոնալների հետ սկսեցինք շփվել եւ այլն Ախր անուններ կային, տեսեք, Արտեմի Այվազյան, Այո։ Նրանք երբ երաժիշտներ են։ Օրբելյան, Տաթևիկ Հովանիսյան, այսինքն Զարատոնիկյան, անուններ են, որոնք հայկական խորհրդային տարիներին, հայկական Դավիթ Ազարյան, այսինքն Արտաշես Քարթալյան։ Մենք այսօր ունենք այդ դպրոցի շարունակողներին կան։ Այո։ Այո։ Ժամանակակից ջազը շատ առաջ է գնաց։ Իսկ Հայաստանում ջազ այսօր սիրում են։ Այո, շատ։ Զարմանալի է։ Կիրթ ենք, լավն ենք, տաղանդավոր ենք, սիրում ենք եւ մեր ներաշխարհի հետ շատ համահունչ է։ Ինչ չի հերիքում այսօր հայաստանյան ջազին։ Ինչ խնդիրներ կան, լսարան, միգուցե հարթակ, ֆինանսներ, ինչն է բացը։ Այդ բոլոր ժանրերի հետ կապված խնդիրներ են։ Բայց այդ ջազային երաժշտությունը առանձնանում է նրանով, որ դրանք պակասություն չեն։ Եթե ուզում ես նվագել, եթե ուզում ես երգել, եթե ուզում ես լսել, այդ ամբողջը միշտ կա։ Փողով լինի, առանց փող լինի եւ այլն եւ այլն։ Ինչ անել, որ մարդիկ սկսեն ջազ լսել։ Ես շատ եմ սիրում ջազ։ Իմ տղան չի լսում ջազ։ Նա այլ ժանրի երաժշտություն է լսում, ռոք օրինակի համար։ Ինչպես բերել դեպի ջազ։ Իսկ դուք տանը ինչ եք լսում։ Եվ արդյոք անհրաժեշտ է դա։ Ես ջազ եմ լսում, դասական եւ Եվ նա տեսնում է, որ դուք լսում եք։ Նա ինձ հետ չի լսում այդ երաժշտությունը։ Օրինակ իմ հայրը սիրում է ռոք, լսում է ռոք, մենք էլ իր հետ միասին սիրելով, չսիրելով եւ նախընտրելով, չնախընտրելով, այնուամենայնիվ, երբ որ մեր մեջ ուղիներ, այսպես ասած, բացվեցին, զգայական ուղիներ, մենք էլ սիրեցինք։ Այսինքն ժամանակ է պետք ջազ լսելու եւ հասկանալու համար։ Երաժշտությունը ինքն է ընտրում դու լսես իրեն, կամ ժամանակահատված, կամ միգուցե անձանց, ինչ եք կարծում։ Կա այդպիսի բան։ Գիտեք, շատ պետք է լսել, շատ պետք է լսել։ Սկզբում դժվար է, ջազը այդքան էլ հեշտ չի ընկալել։ Դա մակարդակի զարգացման, ճիշտ է, դա սիրո եւ ազատության սիմվոլ է, դրա համար այդքան համաշխարհային երևույթ դարձավ շատ արագ, մեծ արագությամբ, ընդամենը 100 տարվա ընթացքում բոլոր էտապները անցավ, ասենք բարոկո, եթե համեմատելու լինենք կլասիկ, մոդեռն, ժամանակակից եւ այլն, սիրո եւ ազատության արտահայտությունը, բայց միևնույն ժամանակ այնքան էլ ընկալելի չի, նա ունի իր մեջ բարդություն։ Ինչպես եւ դասական երաժշտությունը։ Ինչպես եւ դասականը պետք է շատ աշխատել, ինչքան շատ ես աշխատում, այսինքն սովորում, մշակում, պարապում եւ այլն, առանց սիրո հնարավոր չի։ Այդքան ավելի շատ է սիրում այդ երաժշտությունը։ Այսօր բայց ջազը ձեր տղայի մեջ հաստատ կբացվի ժամանակի ընթացքում։ Ես իմ տղային ուղղակի սիմվոլիկ նշեցի, որովհետև նկատի ունեի մարդկանց սովորական քաղաքացիներին ինչպես ստիպել ջազ լսել։ Բայց լավ երաժշտություն լսել։ Ինչպես պետք է կրթական մակարդակը բարձրացնել։ Պետք է ամաչեն անճաշակ երաժշտությունից եւ դա տարածելուց։ Մարդիկ պետք է ամաչեն դրանից։ Ոչ թե ասեն սա է լավը, ունկնդիրը սա է։ Իմիջայլոց այդ փոփ ժանրի գերիշխանությունը բոլոր երկրներում էլ զգացվում է, օրինակ
Ամերիկայում քեզ թվում է թե բոլորը ջազ են լսում եւ այլն, այդպես չի, այն soul-ական, այդ soul-ը համարում եմ ամերիկյան ռաբիս, ոչ թե love soul գործերը եւ այլն, այդ soul-ի մելիզները, որ ինչքան ընկալելի է եւ այլն, այո, կոպիտ ասած։ Նույնը տեսեք, այդ շատ ճիշտ բան ասացիք, ժամանակակից երաժշտության մեջ ջազը չի կորչում արդյոք, փոփ երաժշտության մեջ կոմերցիոն երաժշտության ֆոնին, ջազի, թե ջազը ունի իր սահմանափակ քանակով ունկնդիրները եւ բավարարվում ենք այդքանով։ Գիտեք, եթե այդպես նայենք, դասական երաժշտությունը եւս իր ժամանակին եղել է ավելի պոպուլար, չէ, հետագայում, չէ, բոլոր ասենք Բախը իր ժամանակի փոփ երաժշտությունն է։ Ինչու, որտեվ եկեղեցու հետ է կապված եղել եւ ամեն օրվա համար մեսաներ, բաներ են գրվել, կրթությունը հիմնված է եղել դրա վրա։ Ես նորից եւ նորից պետք է կրկնեմ, որ կրթությունը շատ կարեւոր է։ Հիմա դերի մասին էի, հարցս վերաբերում էր ջազը չի կորցնում իր դիրքերը, ասածս դա է։ Չի կորցնում, քանի որ փոփը կուլ չի տալիս, փոփ արվեստը կամ կոմերցիոն երաժշտությունը կուլ չի տալիս ջազին այսօր։ Ինչպես ասեմ, ոչ։ Միշտ եղել է փոփը եւ միշտ զուգահեռաբար զարգացել է պրոֆեսիոնալ ակադեմիկ երաժշտությունը։ Եթե առաջներում ջազային կրթություն որպես այդպիսին ակադեմիական չկար Հայաստանում, Արմեն Դոնելյանի գալով հայտնի ջազմեն, նա տեսավ այդ հետաքրքրությունը ջազ սովորելու, բացի սիրողական մակարդակից, եւ նա 5 տարի շարունակ այցելեց կոնսերվատորիայում բացվեց բաժին Երվանդ Երզիկյանի եւ Մարտին Բարթազարյանի նախաձեռնությամբ եւ դրվեց կրթական մակարդակի վրա։ Եվ դա այսօր իր պտուղներն է տալիս, այստեղ ճիշտ է բարերում են նվագում կլաբերին, բայց սիմֆոնիկ ջազային օրկեստրներ կան եւ այդտեղ արդեն այդ կրթության որակը երևում է։ Ջազը ոչ թե այն է, ինչ դու նվագում ես, այլ այն, ինչպես ես դա անում, գիտեք ում խոսքերն են։ Armstrong, yeah։ Համաձայն եք։ Ինչպես կարելի է չհամաձայնել մեծ երաժիշտի հետ։ Անշուշտ շատ կարևոր է, շատ սերը կարևոր է։ Մեր այսօրվա զրույցը ավարտենք հետևյալ հարցով. ինչու լսել ջազ կամ զբաղվել ջազով։ Որպեսզի լինենք ավելի համամարտկային արժեքների մեջ, լինենք զարգացած, կիրթ, բարի, շնորհքով, ազնիվ մարդիկ, ազնվացնում է ջազը, հավատացեք։ Շնորհավորում եմ ձեզ ձեր տոնի կապակցությամբ եւ օրվա ջազային շարունակություն եմ մաղթում, շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային ամբիոնի դոցենտ Մարինա Մասակյանի հետ։ Ցտեսություն։